Ողջույն բոլորին, այսօր կներկայացնեմ, թե ինչպիսին կլինի տարին, ավելի կոնկրետ 2026 թվականը բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են Վագրի տարում։ Իսկ այդ մարդիկ նրանք են, ովքեր ծնվել են 1938, 1950, 62, 74, 86, 1998, 2010 և 2022 թվականներին։ Այսօր միասին կնայենք, թե ինչպիսին կլինի տարին, ինչպիսին կլինեն ձեր ֆինանսները, կարիերան, հարաբերությունները և իհարկե առողջությունը։ Եթե դուք առաջին անգամ եք միանում իմ YouTube-յան ալիքին կամ առաջին անգամ եք ուղղակի դիտում այս վիդեոն, ապա չմոռանաք բաժանորդագրվել, լայքել այս վիդեոն և իհարկե կիսվել ձեր մտերիմների հետ։ Եկեք արագ ծանոթություն, եթե առաջին անգամ եք միացել, ես Արմեն եմ Սեթաղյան, չինական մետաֆիզիկայի թվագիտության սերտիֆիկացված մաստեր եմ, իմ գիտելիքները ձեռք եմ բերել Joy Up Academy-ան, որը գտնվում է Մալազիայում, Կուալա Լումպուր քաղաքում։ Անցյալում եմ մենթոր, անձնային աճի մարզիչ, բիզնես խորհրդատու, խոսնակ, իսկ ավելի կարճ ասած, օգնում եմ մարդկանց դուրս գալ ճգնաժամային իրավիճակներից և տալիս եմ հստակ քայլերի հաջորդականություն, որը համահունչ է նրանց էներգիաներին, տասամյակին և տարվա էներգիաներին։ Միայն չինական մետաֆիզիկայի ուրեմն հմտությունների և գիտելիքների օգնությամբ հնարավոր է լուծել գրեթե ցանկացած հարց և հասնել մեծ հաջողությունների կյանքում։ Հիմա մի փոքր հիշեցում, որ չինական օրացույցով տարին սկսում է փետրվարի 4-ից, ավելի կոնկրետ տարվա էներգիաները փոխվում են օֆիցիալ փետրվարի 4-ից։ Եթե դուք ծնվել եք մինչև փետրվարի 4-ը, ապա ձեր կենդանակերպը դա նախորդ տարվա կենդանակերպն է, սա նկատի ունեցեք։ Իսկ եթե ուզում եք ավելի մանրամասն ինֆորմացիա ձեր էներգիաների մասին, որ կենդանակերպի տարում եք ծնվել և ընդհանրապես ինչպիսին են ձեզ մոտ էներգետիկ դասավորվածությունը, ապա կարող եք կառուցել ձեր անհատական բազի քարտը։ Սկան արեք այս QR կոդը, այնուհետև ձեզ մոտ կբացվի նման պատուհան, որտեղ պետք է լրացնեք ձեր ծննդյան տվյալները, օր, ամիս, տարի, ժամը, եթե գիտեք, եթե ոչ, բաց եք թողնում, ընտրում եք սեռը և այնուհետև հաշվել։ Դրանից հետո բացվում է այսպիսի պատուհան, որտեղ կտեսնեք շատ հիերոգլիֆներ և ներքևում կենդանակերպերը։ Ձեզ համար, եթե դուք ուզում եք իմանալ, թե որն է ձեր տարվա կենդանակերպը, որ կենդանակերպի տարում եք ծնվել, նայում եք աջ սյան ներքևի հատվածում, ինչ է գրված։ Այսա կլինի ձեր ուրեմն տարվա կենդանակերպը։ Հիմա եկեք անցնենք արդեն տարվա դրական էներգիաներին, որոնք այս տարի հյուր են եկել բոլոր նրանց, ովքեր ծնվել են հենց Վագրի տարում։ Հետաքրքիր են էներգիաների դասավորվածությունը, միասին կփորձենք հասկանալ, թե ինչ ունենք և ինչպես կարելի է այն օգտագործել։ Այստեղ ունենք 3 հարմոնիա էներգիան կամ աստղը։ 3 հարմոնիա դա խոսում է համագործակցության մասին։ Եվ 3 հարմոնիան բերում է նոր հնարավորություններ, նոր ծանոթություններ և որևիցե աշխատանք կատարել ինչ-որ մեկի հետ միասին։ Սա կտա դրական արդյունք, սակայն պետք է ուշադիր լինեք, թե ում հետ եք համագործակցում, որովհետև տարվա մեջ կան մի շատ բացասական աստղեր, որոնք խոսում են դրա մասին, որ պետք է լինեք ուշադիր, այսինքն պետք է ամբողջությամբ չվստահեք։ Գնաք համագործակցության, բայց ամբողջությամբ չվստահեք։ Մյուսը դա երկնային ձին է։ Երկնային ձին դա հիմնականում խոսում է նրա մասին, որ դուք ձեր երևակայական դաշտը սկսում է ավելի մեծանալ, ավելի լայն է դառնում և դուք փորձում եք նոր շուկաներ դուրս գալ, նոր հնարավորություններ փնտրել, կատարում եք վերլուծություններ, ուսումնասիրություններ, ցանկանում եք գնալ փոփոխությունների, հենց այս աստղն է, որ ձեզ հնարավորություն կտա փնտրել նոր հնարավորություններ։ Իսկ նոր հնարավորություններում դուք կարող եք հանդիպել նոր մարդկանց և գնալ նոր համագործակցությունների։ Ակադեմիան բավականին հետաքրքիր աստղ է, որը վերաբերվում է անալիտիկ մտածողությանը, այսինքն միտքը սկսում է ավելի լավ աշխատել, ավելի արագ, ըմբռնումը ավելի արագ է, նոր ինֆորմացիան, նոր գիտելիքը դուք շատ արագ եք ընկալում և սա ևս մեկ հնարավորություն է, որ տարվա ընթացքում դուք ուսումնասիրեք նոր թեմա, մտնեք ինչ-որ նոր ոլորտ, կամ վերցնեք նոր կուրս, անցնեք սերտիֆիկացիա, որը ձեզ երկար ժամանակ անհրաժեշտ էր ու դուք չէիք կարողանում կողմնորոշվել, երբ դա իրականացնեք։ 2026-ը դա բավականին լավ տարի է համարվում, քանի որ ակադեմիական աստղ ունենք և սա կօգնի ձեզ, որպեսզի դուք արագ կարողանաք ընկալել, ըմբռնել նոր գիտելիք։
Եկեք անցնենք արդեն բացասական, հա, աստղերին, հարաբերական ասած բացասական, բայց սրանք այն էներգիաներն են, որ կարող են խնդիրներ առաջացնել։ Երկնային մարտիկը բերում է նոր մարտահրավերներ, ընդհանրապես սրանք մարտահրավերներ են, որոնք ամբողջ տարվա ընթացքում ձեզ հետևելու են, այսպես ասած, եւ դուք պետք է պատրաստ լինեք իհարկե նոր փոփոխությունների։ Ուրեմն մյուսը վիթխարի շան, դա եւս վերաբերվում է մարտահրավերներին, ավելի մեծ փոփոխությունների, այսինքն սա այն ժամանակաշրջանն է, երբ դուք պետք է դուրս գաք ձեր կոմֆորտ զոնայից, արդեն ժամանակն է եւ փորձեք ուրեմն նոր շուկաներ, նոր հնարավորություններ ուսումնասիրել եւ գնալ համագործակցություն։ Դրանում ձեզ կօգնեն դրական էներգիաները։ Մենք ունենք նաև երկրային շան, այս վիթխարի շան եւ երկրային շան, սրանք միմիայն խոսում են նոր մարտահրավերների մասին, այսինքն միշտ չէ, որ մարտահրավերը դա բացասական իմաստով պետք է ընկալենք, ընդհակառակը մարտահրավերները նաև դրական իմաստով պետք է ընկալել եւ սրանք աշխատում են դրական այն ժամանակ, եթե մենք պատրաստ ենք գնալ փոփոխության, դուրս գալ կոմֆորտ զոնայից եւ իհարկե ուրեմն բաց լինել նոր հնարավորությունների համար, հա, սա շատ կարևոր է։ Ունենք սպիտակ վագրը խոսում է վնասումների մասին, այսինքն որոշակի հարվածներ, վնասներ, որ դուք կարող եք ստանալ արտաքին աշխարհից, դրա համար ստեղ պետք է ուշադիր լինենք, եթե ավտոմեքենա եք վարում, ուրեմն ավելի ուշադիր, եթե էքստրեմալ սպորտաձևերով եք զբաղվում, ապա տարվա ընթացքում ցանկալի է մի փոքր ավելի հեռու մնաք նման ուրեմն սովորություններից, նման զբաղմունքներից եւ փորձեք գնալ ավելի ոչ ռիսկային, հա, ոլորտներ, սա կօգնի ձեզ, որպեսզի դուք խուսափեք այդ հարվածներից արտաքին աշխարհից, որը կարող է տեղի ունենալ։ Մենք ունենք մեջքից հարված էներգիան կամ աստղա, սա խոսում է նրա մասին, որ շրջապատից ձեր սոցիումից, հա, ձեր շրջապատից դուք կարող եք հարվածներ ստանալ եւ այստեղ գալիս ենք հետ համագործակցության, այսինքն եթե դուք գնում եք համագործակցության, ապա ամեն դեպքում 100% վստահել պետք չէ, քանի որ մեջքից հարված աստղը դա խոսում է նրա մասին, որ ձեր հետևից կլինի հարված հանկարծակի եւ այն մարդուց, ովքեր ձեր կողքին են կանգնած լինելու։ Ամեն դեպքում բյուրոկրատիան շատ կլինի տարվա ընթացքում, պետք է փորձեք փաստաթղթերի հետ կապված հարցերում ուշադիր լինել, հետևել ժամկետներին, եթե դիմում եք ինչ-որ պետական մարմիններ փաստաթղթերի հետ կապված, հա, այսինքն ստեղ բավականին ուշադիր պետք է ուսումնասիրեք, թե ինչ է ձեզ անհրաժեշտ, որպեսզի ձեր ցանկացած նախաձեռնություն ընթանա ավելի փափուկ եւ սահուն։ Հիմա հիշեցնեմ, որ 2026-ի համար մենք ունենք հիանալի օրացույց, չինական օրացույց, սա միայն օրացույց չէ։ Սա օրացույց է, որտեղ տարվա բոլոր օրերի նկարագրությունները կան, այսինքն հստակ դուք կարող եք տեսնել, թե տվյալ օրը ինչ նկարագրություն ունի, հա, օրինակ փակում բնութագրով օր։ Փակում բնութագրով օրերը դրանք ցածր էներգետիկ օրեր են եւ այս օրերին մենք նոր նախաձեռնություն չենք իրականացնում։ Բացի այդ կա օրինակ լիություն բնութագրով օր, հա, օրինակ այստեղ հունվարի 5-ն էր լիություն բնութագրով օր եւ լիություն բնութագրով օրերին ինչ որ անում ենք դա կրկնապատկվում է։ Ամեն դեպքում, եթե դուք ձեռք բերեք այս օրացույցը, իդեպ օրացույցը 74 էջանոց է, բավականին հետաքրքիր ինֆորմացիա կա այնտեղ ու այստեղ դուք կարող եք տեսնել ամեն օրվա համարողությունները մանիֆեստացիայի, ցիմենի, նաև կարող եք կատարել ինքնուրույն հաշվարկ, այսինքն ըստ ձեր էներգիաների, ձեր կենդանակերպի դուք կարող եք հաշվել, թե կոնկրետ որ օրերն են ձեզ համար առավել դրական եւ որ օրերն են բացասական։ Եվ եթե դուք օգտագործում եք դրական օրերը, ձեր դրական օրերը եւ կատարում գործողություն, սկսում նոր բիզնես, ճանապարհորդություն, կնքում պայմանագրեր, դիմում ինչ-որ աշխատանքի եւ այլն, ապա հավանականությունը ավելի է մեծանում, որ ձեր նախաձեռնությունը կընթանա դրական։ Դրա համար նման օրացույցը ունենալը ձեռքի տակ շատ կարևոր է, որովհետեւ սա օգնություն է, սա գործիք է, որը կարող եք դուք օգտագործել ցանկացած պահի եւ այն կօգնի ոչ միայն ձեզ, այլև ձեր ընտանիքի անդամներին, ձեր ընկերներին, ում դուք կուզենաք օգնել, օգտակար լինել նման հարցերում։ Եթե կուզենաք ձեռք բերել, գրեք օրացույց բառը այս վիդեոյի մեկնաբանություններում, ես կուղարկեմ ձեզ մնացած բոլոր մանրամասները։ Իդեպ սա էլ ասեմ, որ կապ չունի, որ երկրում եք ապրում, մենք ուղարկում ենք փոստով, առաքվում է փոստով եւ փոստով ցանկացած երկրից կարող եք ստանալ։
Հիմա եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ եթե առաջին անգամ եք միացել իմ YouTube-յան ալիքին եւ դեռ չեք բաժանորդագրվել, ապա անպայման բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոչակը եւ իհարկե կիսվեք ձեր շրջապատում, որպեսզի այս վիդեոն ունենա լայն տարածում։ Հիմա եկեք անցնենք առաջ եւ հասկանանք ընդհանրապես ինչպիսին է ձեր ֆինանսները, ինչպիսին է ձեր հարստությունը, եթե դուք ծնվել եք վագրի տարում։ Ընդհանուր առմամբ ֆինանսական հեռանկարը միջին մակարդակի է, կարելի է այսպես ասել, չնայած չափազանց այնպես չէ, որ շատ մռայլ վիճակ է ֆինանսներում, բայց ամեն դեպքում միջին վիճակ ունենք եւ դրամական հոսքերի հստակ միտում կա, արտահոսք։ Դրա համար ես խորհուրդ կտամ, որ դուք մի փոքր ավելի ուշադիր լինենք ձեր ծախսերում, հա, այսինքն մեզ պետք է հստակ պլանավորում, մեզ պետք է իմանանք, թե ամսական ինչ ծախսեր ունենք եւ մի փոքր էլ ունենանք, այսպես ասած, հետ գցած գումար։ Սա կարեւոր է։ Ու ցանկացած ներդրում անելուց մի փոքր երկար հետազոտություն կատարենք, ուսումնասիրենք, արդյոք տվյալ ոլորտում արժի կատարել ներդրում, թե չարժի։ Սա ի նկատի ունեցեք։ Ինչ վերաբերում է կարիերային, ձեր կարիերայի առջև ծառացած ճանապարհ լի է մարտահրավերներով։ Ինչպես ասեցի, մենք ունենք մարտահրավերների երկու ուրեմն էներգիաներ, որոնք բերում են մեզ նոր փորձություններ, նաև փորձառություն, հա, իր հերթին, ուստեղ պետք է մենք դուրս գանք զոնա կոմֆորտից, որպեսզի կարողանանք հասնել հաջողության։ Դա նաև վերաբերվում է ձեր կարիերային։ Ուշադիր եղեք եւ հիմնականում կարիերայում ձեր դիմացկունությունը կփորձարկվի, բայց ուրեմն տարվա ընթացքում հատկապես կին գործընկերների կողմից դուք կստանաք աջակցություն, որի միջոցով էլ կկարողանաք հաղթահարել բոլոր ուրեմն խնդիրները։ Հիշեցնեմ, որ եթե դուք ցանկանում եք ընդհանրապես ձեր կյանքում կատարել բարելավում, հա, բոլոր ոլորտներում, ապա կան մետաֆիզիկական ակտիվացիաներ, որոնք օգնում են ձեզ հասնել հաջողության ավելի արագ, ավելի հեշտ ու ավելի փափուկ, հա։ Դա կարող է վերաբերվել ֆինանսականին, կարող է վերաբերվել անձնական կյանքին, դա կարող է վերաբերվել ցանկացած հարցի, խնդրի, որի դուք առնչվել եք եւ չեք կարողանում լուծել երկար ժամանակ, հա, ցանկանում եք գտնել աշխատանք, բիզնեսում վաճառքները ավելացնել, լուծել շատ հարցեր եւ այլն։ Սրանում օգնում են մետաֆիզիկական ակտիվացիաները, իսկ ակտիվացիաները ստանալու, կիրառելու համար կա Telegram ալիքում bot, որը ստեղծվել է իմ կողմից եւ bot-ից դուք կարող եք ամեն օր ստանալ ուրեմն մետաֆիզիկական ակտիվացիաներ եւ կատարել դրանք։ Արդեն 1 տարուց ավել է այս նախագիծը գործում է, ինչպես միանալ bot-ին, սկանավորեք այս QR կոդը, անցեք ակտիվացիաներ, այնուհետև հղումները ձեզ կտանեն դեպի վճարում եւ ամսական բաժանորդագրությունը գնելով դուք կարող եք ամեն օր ստանալ ուրեմն ակտիվացիաները։ Եթե կլինեն հարցեր, ուղղակի գրեք մեկնաբանություններ մետաբառը, ես կուղարկեմ ձեզ մնացած բոլոր մանրամասները։ Հիմա եկեք անցնենք հարաբերություններին։ Հարաբերությունների մասով բավականին լավ է, ես կասեի շատ դրական 2026-ը ձեզ համար, եթե դուք ծնվել եք վագրի տարում, եթե արդեն ունեք զուգընկեր, ապա տարին հարաբերությունները էլ ավելի խորացնելու մասին է, միասին ավելի շատ ժամանակ անցկացնելու, ճանապարհորդելու կամ շաբաթ-կիրակի միասին ժամանակ անցկացնելու մասին է, փորձել ինչ-որ նոր բան, նոր հետաքրքրություն համատեղ, նոր հոբի, ինչու՞ չէ, գնալ ուրեմն սպորտ ակումբ միասին եւ այլն։ Իսկ եթե դեռ չեք գտել ձեր երկրորդ կեսին, այսպես ասած, ապա տարին տալիս է հնարավորությունը տարվա մեջ դուք ունեք մի քանի ամիսներ, որի ընթացքում դուք կարող եք, հա, գտնել զուգընկեր, իսկ լավագույն ամիսը դա հունիս ամիսն է, մյուս ամիսը դա հոկտեմբերն է։ Եղեք մի փոքր ավելի ուշադիր։ Ինչ վերաբերվում է առողջության հետ կապված կարող են որոշակի խնդիրներ լինել, բայց ճիշտ ժամանակին ճիշտ տեղում, այսպես ասած, կհայտնվի այն բժիշկը, որը կօգնի ձեզ լուծել ցանկացած խնդիր կապված ձեր առողջության հետ։ Հետևեք ձեր իմունիտետին, հա, եթե ունեք ցածր իմունիտետ, ապա վիտամիններ խմեք, գուցե մի հատ ստուգում անցնեք բժշկի մոտ ու իր խորհրդով արդեն իրականացնեք վիտամինների ընդունումը եւ այլն։ Սրան եւս ուշադրություն դարձրեք։ Իսկ եթե ուզում եք ավելի մանրամասն ինֆորմացիա 2026-ի հետ կապված արդեն անհատական, հա, հասկանալու համար, թե ինչպիսին է տարին ձեզ համար, ինչ կարող եք անել, ինչ չեք կարող անել, ընդհանրապես որտեղ ուղղել ձեր էներգիան, տարվա ընթացքում ինչի վրա պահել ձեր ֆոկուսը,
Շատ աշխատանք, գործնական, բիզնես, թե հարաբերություններ, առողջություն կամ մի խոսքով ներդրումներ եւ այլն։ Այս ամեն ինչի մասին դու կարող եք իմանալ դիմելով անհատական խորհրդատվության։ Մանրամասների համար սկանարեք այս QR կոդը, այնտեղ բոլոր մանրամասները կան։ Եթե կլինեն հարցեր, գրեք ինձ նամակով, ես մեծ սիրով կպատասխանեմ։ Այսքանը, ուրեմն բոլոր նրանց համար, ովքեր վագրի տարում են ծնվել, 26 թվականը բավականին հետաքրքիր տարի է ձեզ համար, եղեք առավել ակտիվ, հետևեք իմ խորհուրդներին, իսկ եթե կլինեն հարցեր, գրեք, ես մեծ սիրով կպատասխանեմ։ Կհանդիպենք շուտով։